Ոստիկանի մեքենայի արագաչափը արձանագրում է առավելագույն արագությունը, տեսախցիկը դիմացի ավտոմեքենաներից որևէ մեկը ու հաճախ դժվար է լինում պարզել, կոնկրետ այդ մեքենան է գերազանցել արագությունը, թե մեկ ուրիշը։ Սա դատարան դիմաց վարորդների Աքիլեսյան գարշապարն է։ Աքիլեսը փորձում է պաշտպանվել օգտագործման կարգով։ Արագաչափը ֆիքսում է այն մեքենայի արագությունը, որը ավելի արագ է երթևեկել, որը որոշելու համար որն է ավելի արագ, պետք է հեռվից նայես, տեսնես, որ մեկն է ավելի արագ գնում այդ մեքենաներից։ Դրա համար էլ մենք ասում ենք, պետք է լինի օգտագործման կարգ։ Դրա կարիքը չկա, ասում են ոստիկանները։ Արագաչափերը տեխնիկական մյուս սարքավորումների, հեռուստացույցների, սառնարանների նման ունեն օգտագործման ուղեցույցներ, որոնք տրամադրում են արտադրող գործարանները։ Ինչ պայմաններում, ինչ եղանակով, ինչպիսի էլեկտրականությամբ, ինչպիսի հաճախականությամբ, ինչպիսի դիրքով դրա բոլորը սահմանում է արտադրող գործարանը եւ տարօրինակ կլիներ, որպեսզի, ասենք, սահմանվեր տվյալ տեխնիկական միջոցների օգտագործման հրահանգ, ասենք, որևէ նորմատիվ իրավական ակտով։ Կորացումով ճանապարհի վրա արագաչափի չափագրումը կարող է սխալ լինել, գրված է շահագործման ձեռնարկի մեջ։ Հենց այսօր եւս մի հատ էլ վճիռ ունենք, որ վարորդին վերագրված է եղել խախտում, որը որ վարորդը չի կատարել։ Ուղարկել ենք փորձաքննություն ասում է այդ տեսանյութից եւ այդ տվյալներից հնարավոր չի պարզել, որ մեքենան արագ գնացել։ Ճանապարհային ոստիկանը պարտավոր է կիրառել արագաչափ սարքավորումներ արագության գերազանցման իրավախախտումներն ամրագրելու համար, սահմանում է երթևեկության անվտանգության մասին օրենքը։ Արագաչափերը տարեկան մեկ անգամ ստուգվում են, ասում են ոստիկանությունում։ Այն սարքերը, որոնք ներկայումս տեղադրված են բարեկային ավտոմոբիլներում, բոլորի օգտագործումը եւ իրավաչափ է եւ տեխնիկական տեսանկյունից չափաբանական ստուգում անցած եւ թույլատրելի։ Վարորդները բողոքում են, ոստիկանը հաճախ ցույց չի տալիս ինչ են արձանագրել արագաչափն ու տեսախցիկը, պատճառաբանելով, որ դրանք անջատված են եղել։ Տեսախցիկը բարեկային ծառայության տեսուչը պարտավոր է միացնի իր ավտոգարաժից դուրս գալուց եւ անջատի մտնելուց ծառայությունը ավարտելուց հետո։ Հնարավոր է լինեն տեխնիկական խոտաններ, բայց այն դեպքերում, երբ արկա է տեսանյութը եւ տեխնիկապես հնարավոր է դա ցուցադրել իրավախախտում կատարած վարորդին, բնականաբար վարորդն իրավունք ունի տեսնելու դա։ Եթե վարորդը համաձայն չէ տեսուչի արձանագրած իրավախախտման հետ, դրա լուծումն էլ կա։ Պետք է պարզապես արձանագրության ձևաթղթի վրա նշի ինչի հետ համաձայն չէ, կամ էլ 10-օրյա ժամկետում բողոքարկի ճանապարհային ոստիկանության պետին։ Եթե դա էլ չօգնի, հարցը կքննի վարչական դատարանը։ Աննա Բալյան, Վահե Եղիազարյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։